Փառք մեր Տիրոջին։ Փառք Տիրոջ։ Ինչքան լավ է, որ ամեն ինչ թողել ես, այսօր եկել ես Տիրոջ հետ հանդիպում ունենալու սիրելիս։ Դու եթե եկել ես սպասումով, Տերն էլ քո սպասումը կարդարացնի։ Ամեն, կարաս կողին մի հատ ժպտաս, ասա Տերը լրացնի քո կարիքները ու կարաս նստես։ Շնորհակալություն սիրելի փառաբանություն, Տերը ձեզ շատ օրհնի։ Պատիվ ունեմ կիսվելու Տիրոջ խոսքով Աստծո ժողովրդի հետ։ Պատրաստ ես չեմ վերցնելու խոսքը։ Ամեն։ Ողջունում եմ նաև ովքեր մեզ դիտում են համացանցից անկում, թող Տիրոջ օրհնությունը, խաղաղությունը, ուրախությունները ձեր հետ լինի, ձեր ընտանիքում լինի։ Հիսուսի անունով։ Ինչ, սկսենք սիրելիներս։ 4-րդ թագավորաց 6-րդ գլխում մի հատ հետաքրքիր պատմություն կա գրած։ Ասորստանի թագավորը գալիս է որ Տիրոջ ժողովրդի հետ պատերազմի, Աստված Եղիսե մարգարեի միջոցով մի քանի անգամ զգուշացնում է ժողովրդին։ Այս Ասորստանի թագավորը խառնվում է իրար։ Հավաքում է իր բոլոր իշխանավորներին, ասում է՝ «Մեկ կարաք ինձ ասեք, ով կա մերոնցից, որ տանում ամեն ինչը հասնում է, որովհետև ինքը ինչ ծրագրավորում է, ոնց ուզում է Աստծո ժողովրդին կպնի, Աստված ամեն ինչ հայտ անում, մարգարեի միջոցով»։ Ասում է՝ «Տեսեք, իմացեք ով կա», իր ենթակա մարդկանցից մոտիկանում են, ասում են՝ «Մերոնցից ընդ մարդ չկա»։ Ընդ կա մի հատ մարդ, մարգարե, Եղիսե, Աստծո մարդ, որ ամեն ինչ զգուշացնում է։ Ամեն ինչ ասում է իրանց, ու հրաման է տալիս, ասում է՝ «Գտեք իրան»։ Թշնամին, թշնամի առաջնորդը հրաման է տալի իր ժողովրդին, որ գնան գտնեն, զորքին։ Ասում է՝ «Գնա գտեք իրան, որտեղ է ինքը»։ Զորքը գտնում է իրան, ու 4-րդ թագավորաց 6-րդ գլխի 14-ից 15 խոսքերը տեսեք ինչ է գտնում։ Եվ այնտեղ եւ ձիեր, կառքեր եւ մեծ զորք ուղարկեց, եւ սրանք գիշերը եկան եւ քաղաքը պաշարեցին։ Որտեղ որ մարգարեն էր ապրում, որ քաղաքում որ ինքը ապրում էր, Եղիսեն, ասում է՝ «Եկան ու պաշարեցին»։ Եվ Աստծո մարդի ծառան առավոտանց կանուխ վեր կացավ եւ դուրսը եկավ եւ ահա զորքը պատեր էր քաղաքը, նաեւ ձիերը եւ կառքերը, եւ նրա ծառան ասեց նրան. «Վայ Տերիմ, ինչ անենք»։ Տեսեք, մի հատ հետաքրքիր իրավիճակ։ Նույնպես մեր կյանքում էլ գալիս են խնդիրներ, իրավիճակներ, որ ես ու դու պատրաստ չենք դրան։ Ու տեսեք, ասում է Տիրոջ մարդի ծառան, ասում է՝ «Վայ Տեր, ինչ անեմ»։ Մի հատ խառնվում է իրար։ Ասում է՝ «Ինչ անեմ, 4 բոլորս շրջապատել են։ Ձիերով, կառքերով, զորք եկել է, մենք էլ ստենք»։ Ասում է՝ «Վայ Տերիմ, ինչ անենք»։ Մեր կյանքում էլ հաճախակի գալիս է այդպես ժամանակներ։ Ու հանկարծակի արթնանում ենք, լույսը բացվում է, կամ երեկոյան ինչ-որ մի հատ բան լինում է։ Ինչ-որ մի հատ խնդիր առաջանում է, ինչ-որ մի հատ հարց առաջանում է։ Ու մենք ոնց ենք պահում մեզ այդ ժամանակ։ Ինչ ենք անում մենք այդ ժամանակ։ Չէ՞ որ իր էմոցիաները արդեն ամեն ինչ ասում էր, «Վայ, ինչ անեմ»։ Կներեք, էլի սենց մոտավոր սենց մի բան ասում է, «Վայ, ինչ անեմ»։ Ու ցավոք սրտի լինում է, որ մենք էլ ենք ասում ենք, «Վայ, ինչ անեմ»։ Ու դու չգիտես ինչ անես, ոնց անես, որն է ճիշտը, ոնց շարժվես առաջ։ Ու քեզ պետք է չի, որ դու իմանաս։ Մեկը կա, որ ամեն ինչ գիտի։ Մեկը կա, որ ամեն ինչ գիտի քո մասին։ Դա մեր Տերն է։ Ինքը ամեն ինչ գիտի, իմ մասին, քո մասին, քո խնդիրների մասին, քո հարցերի մասին, քո կյանքի մասին, ինքը ամեն ինչ գիտի։ Քո ապրած կյանքի վարքյան առ վարքյան ինքը ամեն ինչ գիտի։ Ու գիտի ոնց հարցի լուծում տա։ Ու ինքը սպասում է։ Եվ ես ու դու մոտիկանանք իրան, որ ինքը այդ հարցի լուծումը տա։ Եսայի մարգարեություն 30-րդ գլուխ 21-րդ խոսքը, տեսեք ինչ է ասում։ Եվ քո ականջները լսելու են մի խոսք, քո հետևիցը, որ ասե. «Սա է ճանապարհը, սրանով գնացեք, երբ որ աջ կողմ պետք է գնաք, եւ երբ որ ձախ կողմ պետք է գնաք»։ Տեսեք ինչ հիասքանչ խոսք ասում։ Ասում է
քո ականջները լսելու են մի խոսք, որ քեզ առաջնորդելու է, ինչ անես, որ կողմը գնաս, ոնց անես, որ քո խնդրի կամ իրավիճակի լուծումը ոնց տաս, ոնց անես, որ քո բժշկությունը վերցնես, ոնց անես, որ քո օրհնությունը վերցնես, ոնց անես, որ քո հրաշքը վերցնես, ասում եմ մեկը կա, որ քեզ ասելու է, գնա աջ, գնա ձախ, բայց արդյոք ես ու դու ունեք այդ լսող ականջ, չէ որ Աստված մեր հետ ամեն ժամանակ խոսում է, Աստված միշտ մեր հետ խոսում է, արդյոք ես ու դու ունենք լսող ականջ, Աստված շատ հաճախ ասում այն, ինչ մեզի դուր չի գալիս, բայց մենք միշտ հակառակվում ենք, միշտ ուզում ենք մեր ուզածով, միշտ ուզում ենք մեր որոշած ձևով, միշտ ուզում ենք մարդկայինով շարժվենք առաջ, արգելի ասու ժողովուրդ, մեր տարբերակը պետք չի բռնենք, զորով առաջ տանենք, ավելավա Տիրոջ տարբերակը վերցնենք ու գնանք առաջ, որովհետև իր տարբերակը կատարյալ է, իր տարբերակի մեջ ուրախություն, խաղաղություն կա։ Ու չգիտես ինչի համար մարդը միշտ ուզում է ասուն դնի մի հատ քառակուսու մեջ, որ մեկը մեկի վրա քառակուսի կա, չեն։ Ասուն երբեք մի դրի սահմանների մեջ սիրելիս։ Թող ինքը գործի իմ ու քո կյանքում։ Ինքը Աստված սահմանների մեջ չի։ Եթե ես ու դու դնում ենք ասուն սահմանների մեջ, քառակուսու մեջ, ինքը այդքանի մեջ էլ գործելու իմ ու քո կյանքում։ Բայց ինքը ավելին կարա ու ավելի շատը կարա, սիրելիս։ Ամեն։ Սաղմոս 37:5 խոսքը։ Տիրոջը հանձնիր քո ճանապարհները եւ նրան հուսա, եւ նա կկատարե։ Տեսեք ինչ հասկանջ խոստում է տալիս։ Ասում է Տիրոջը հանձնիր քո ճանապարհը եւ նրան հուսա։ Պետք չի մենակ, գիտես ինչ կա, հանձնես, ասես Տեր ջան, հանձնում եմ քեզ իմ ճանապարհը։ Լավ է որ հանձնում ես, լավ է որ առավոտ կանուխ արթնանում ես ու օրը տալիս ես Տիրոջ, լավ է որ առավոտ կանուխ ելնում ես, երեխաներիդ օրհնում ես, ուղարկում ես Տիրոջ պաշտպանություն ես հռչակում երեխեքի վրա, լավ է, շատ լավ է որ հռչակում ես։ Շարունակություն ասում է եւ նրան հուսա, հա, նրան հուսա եւ նա կկատարե։ Այսօրվա խոսքը սենց է վերնագրել, վստահիր ինձ, Տիրոջը սիրելիս, վստահիր ինձ, ինձ չէ սիրելիս, ես մարդ եմ, սահմանափակ հնարավորություններով, բայց Տերը անսահման հնարավորություն ունի իմ ու քո համար պատրաստած։ Մնում է մենակ վստահես իրան, երբ որ վստահես, խոսքը չի ուսանում եւ նա կկատարի։ Դուր քո ճանապարհներ իրան, որ բացի ճիշտ դռներ ու փակեն սխալ դռները, որը որ պետք չի իմ ու քո կյանքում։ Ես արդար էի, սխալ հանեցին, աշխատանքում աշխատակը չեն տալիս, չեն գնահատում, շրջապատում չեմ ընդունում եւ այլ մտքեր, սիրելիս։ Հանձնիր Հիսուսին։ Կտեսնես ոնց ամեն բան ինքը դնում իր տեղը։ Հա? Աստված գիտի, որը որից հետո պետքա լինի։ Մնում է դու իրան վստահես ու հանձնես քո ճանապարհները, քո իրավիճակները։ Կապ չունի ինչի մեջ ես։ Ընդհանրապես կապ չունի ինչի մեջ ես։ Հանողը Տերն է սիրելիս։ Ինչքան շուտ իրան վստահես, այնքան շուտ խնդրիդ լուծումը կունենաս։ Փիլիպպեցիս 4-րդ գլուխ 6-7 խոսքերը։ Տեսեք ինչ ասում։ Ոչինչ հոգս մի անեք, այլ ամեն բանում աղոթքով եւ աղաչանքով եւ գոհությունով ձեր խնդրվածքները թող հայտնի լինի Աստծուն եւ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր եք, պահպանի ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսում։ Ասում է ոչ մի բանի հոգս մի արեք։ Ասում է ամեն բանում, ամեն իրավիճակում, չի ասում է մի փոքր բանում, ասում է ամեն, մեր կյանքի ամեն բանում, ասում է աղոթք, աղաչանք, գոհություն։ Ասում է աղոթիր, խնդրիր ու գոհացիր։ Հայտնի կլինեն ասում է այդ իրավիճակումն էլ, ինչի մեջ էլ որ լինես, ասում է Աստծո խաղաղությունը պահիր։ Հա, մի ասային մեր եղբորպես, որ հելավ ասեց, վայ ինչ անենք, վայ ոնց կլինի, վայ թղթերից հարցը ոնց կլինի, վայ մեքենա չունեմ, վայ տուն չունեմ, վայ էսի չունեմ, էնի չունեմ։ Վստահիր Տիրոջ, հանձնիր իրան,
Իսկ մեկը ինչքան էլ մտածես, ամենաշատը ինչ որ կարողն ասանես, այդ գլխիդ վրա մազերն են սպիտակելու։ Էլ ուրիշ ոչ մի բան չի կարա փոխվի քո մոտ։ Վստահիր ամեն բան տուր Տիրոջ, հոգս մի արա ոչ մի բան։ Եթե Հիսուսին վստահես, հաստատ տեղ կհասնես սիրելիս։ Հաստատ տեղ կհասնես։ Ամեն, բարք Տիրոջը։ Շատերիս կյանքում Տերը տեսիքների երազների միջոցով էլ է խոսում։ Հիշում եք, չեն Հովսեփին եկավ ասեց, որ քեզ կդնեմ եւ քո բոլոր եղբայրներ ու տունը քեզ ծառայելու է։ Հիշում եք, չեն։ Շատերիս հետ Տերը նույնպես է խոսում, բայց ժամանակա պետք չէ, որ այդ ամեն ինչը կատարվի։ Չէ՞ որ լիքը փորձությունների միջով անցավ, նոր հասավ դրան։ Ու տեսեք Ամբակում երկրորդ գլուխ 3-րդ խոսքում ինչ է գրած։ Որովհետև տեսիլքը տակավին որոշված ժամանակի համար է եւ շտապում է վախճանին եւ չի ստիլ։ Եթե ուշանա էլ սպասիր նրան, որովհետև անպատճառ պիտի գա եւ հետ չի մնա։ Տես ինչ ասում, եթե դու ունես խոսմունք սիրելիս, սա վերաբերվում է ինձ ու քեզ։ Եթե Աստված ինձ ու քեզ մի բան խոսքա տվե, կապ չունի ինչա դա։ Այն ինչ որ քեզ հարկավոր է, ինչ որ քեզ պետք է, որ դու հաստատուն մնաս, ապահով մնաս, ամեն ինչ քո կյանքի ցանկացած բնակավարը կարաս վերցնես։ Եթե Աստված խոսք տվե, ասում է, որովհետև խոստված, ասում է, որոշած ժամանակի համար է, Աստծո որոշած ժամանակի համար է, ոչ թե մարդու որոշած ու ուզած ժամանակի համար է։ Ասում է, Աստծո ժամանակի համար է որոշված։ Եվ շտապում է վախճանին, այսինքն շտապում է, որ կատարվի, որ իրականանա այս ամեն ինչը։ Եվ չի ստիլ, Աստծո խոսքը չի ստում։ Եթե քեզ Աստված խոսք տվե, կապ չունի, միգուցե մարգարեի միջոցով, միգուցե տեսիլքի միջոցով, երազի միջոցով, ամենաշատ Աստված որ խոսք ունկա տալիս, գրքի միջոցով, աղոթքի միջոցով սիրես, Աստված կատարելու է։ Իր խոսքը հետ դատարկ չի դառնա։ Վստահիր։ Վստահիր Տիրոջ։ Վստահիր իրան, ինչքան կարաս վստահիր իրան։ Աստված միշտ առաջնորդում է այն մարդուն, ով իր ճանապարհը հանձնում է իրան։ Եթե կհանձնես, եթե կվստահես Տիրոջը, ուրեմն ինքը ամեն բան կանի։ Ու կանի իր որոշած ժամանակին, պարկեշտ, լավ, խաղաղությունով, սիրով, ուրախությունով։ Կյանքը միշտ հեշտ չի սիրելիս։ Արի ճիշտը խոսանք։ Մենք միշտ անցնում ենք ինչ-որ իրավիճակների միջոցով։ Միգուցե հիմա անցնում ես, միգուցե եւ անցել ես, միգուցե նոր պետք է անցնես այս ամեն ինչի միջով։ Այն որ արդեն դժվար է, չգիտես ինչ անես, այն որ արդեն այն որ հանձնվում ես, ել չես կարում։ Այն ուզում ես լացես, մի կերպ ես դիմանում, ել որ ասում է հել է անցել, ել տեղ չկա ոչ մի ձև։ Վստահիր Տիրոջ։ Երկրորդ Կորինթացիս 12:9-ում տեսեք ինչ ասում։ Եվ նա ինձ ասեց. բավական է քեզ իմ շնորհքը, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է կատարվում։ Տես ինչ հիասքանչ խոսում, ասում է բավական է քեզ իմ շնորհքը։ Բավական է ինձ ու քեզ խաչի արած Քրիստոսի շնորհքը սիրելիս, որ բժշկի, որ ազատի, որ նորոգի, որ քանդվածը վերանորոգի, հաստատի, տան մեջ խաղաղություն բերի, ուրախություն բերի, ասում է բավական է իմ շնորհքը, իր շնորհքը հերիք է, իր սերը հերիք է ինձ ու քեզ, որ ամեն ինչը փոխի սիրելիս։ Շարունակությունը տեսեք ինչ ասում, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է կատարվում։ Չի ասում իմ զորությունը այն ժամանակ է կատարվում, երբ որ դու քո ուժերով ուզում ես հաղթես, քո մուսկուլներով, քո իմացությամբ, քո անցած կյանքի փորձերով, ասում է չէ, քո տկարության մեջ է իմ զորություն։ Այն որ արդեն էլ ուժ չկա, այն որ արդեն էլ տեղ չկա, ոչ մի բան չի ստացվում, չի լինում, ասում է այդ ժամանակը։ Այսինքն այն ժամանակ, երբ որ դու հանձնում ես ու վստահում ես Տիրոջ։ Ոչ թե ինքդ քեզ, քո մտածելակերպին, քո հասկացողությանը, քո իմաստությանը։ Շատերը ուզում են մեղքը հաղթեն, ուզում են փոխվեն, խոստումներ են տալի Տիրոջը, բայց չի ստացվի։ Ինչի համար չի ստացվում, որովհետև մարմնով ու սեփական ուժով ենք շարժվում։ Մարմնի մտածելակերպով, մարմնի ցանկությունով, տեսածով, ֆիզիկականով ու մեր սեփական ուժերով։ Գաղատացիս 5-րդ գլուխ 16-ից 17-ում տեսեք ինչ ասում։
Բայց ասում եմ, հոգով գնացեք եւ մարմնի ցանկությունը չեք կատարի։ Որովհետև մարմինը ցանկանում է հոգուն հակառակ, եւ հոգին մարմնին հակառակ, եւ սրանք իրար հակառակ են, որ միգուցե այն որ դուք կամենում եք, այն անեք։ Ես ասում եմ մարմնով մի շարժվի։ Ասում եմ հոգով շարժվի։ Ասում եմ ես միշտ քո հետ եմ։ Վերևի խոսքում Եսային ինչ էր ասում եմ հետևից կասի գնա աջ, գնա ձախ։ Սուրբ Հոգին իմ ու քո մեջն է բնակվում, սիրելիս։ Հա? Աստված բնակվում է իմ ու քո մեջ։ Դու ես կենթանի Տիրոջ տաճարը, ինքը առաջնորդելու է մեզի։ Արդյոք մենք պատրաստ ենք լսենք իրան։ Թե աշխարհի հոգսերը, խնդիրները, այն վազվզոցը լրիվ խանգարում է, անգամ մի փոքր տեղ էլ չկա նրա մեջ, որ երբ որ Սուրբ Հոգին հուշում է, գոնե հասկանանք, որ Սուրբ Հոգին է առաջնորդում մեզ։ Հանձնիր Սուրբ Հոգուն, հերիքա դու կռվես, մեկա ուժերը չի հերիքելու։ Ինչքան էլ ուզում ես կռվի, չի հերիքելու։ Ինչքան էլ ուզում ես ասես ուժեղ եմ կհաղթեմ, մեկա չես կարենալու առանց Տիրոջի։ Քո հարցի լուծումը քո իրավիճակի հաղթանակ գալիս այն ժամանակ, երբ ամեն ինչ տալիս ես Տիրոջ։ Երբ վստահում ես Սուրբ Հոգուն։ Ու շատ բաներ կա, որ մեզ խանգարում են, որ մենք վստահենք Տիրոջ։ Դրանցից մեկը վախն է։ Բա որ իմ ուզածով չլինի, բա որ չստացվի։ Վախը միշտ էլ հանգամանք է, որ դու վստահես Տիրոջ, որ դու տաս իրան լիարժեք։ Միշտ ուզում ես հսկես, այդ հսկոցը, որ ուզում ես հսկողություն անես ամեն իրավիճակի վրա, բա ինչպես, ոնց, երբ, եթե, բա որ, այդ կասկածանքա չի թողում, որ դու ամեն ինչ հանձնես Տիրոջ, որ վստահես իրան, որ անի են ինչ որ ուզում է։ Անձնական փորձն է, դե ես այս գործի մեջ եղել եմ, ես էսի գիտեմ, էլի, այս բոլտը դնեմ ձգեմ, ճիշտ կլինի։ Դա հարուտես ու այս անգամ, որ բոլտը մի քիչ թույլ պետք է աներ, էլի, որ լինի։ Կամ բիզնեսի մեջ ես, առաջնորդում ես, էսենց եմ արել, միշտ ստացվել է։ Միգուցե այս անգամ էլ այդպես չի, որովհետև ժամանակները փոխվում են։ Ինչքանով վստահես Տիրոջը, այնքան ինքը քեզ կառաջնորդի։ Ինչքանով դու թույլ տաս, որ ինքը գործի քո կյանքում, այնքանով էլ ինքը գործելու է։ Ասուն չճանաչելն է, որ դու չես կարող վստահես Տիրոջ։ Չես կարա, չեն դու վստահես մի մարդում նոր ես ճանաչում, կամ մի փոքր ես ճանաչում։ Մարդուն ինչքան ճանաչում ես, այնքան մոտիկանում ես, հասկանում ես, վստահում ես իրան։ Այն նույնն էլ Աստծո հետ պետք է լինի։ Ինչքան մտերիմ ես Աստծո հետ, ինչքան հարաբերություն շփում ունես Աստծո հետ, այնքան դու իրան վստահում ես։ Այդ ամեն ինչը գալիս է քո ծածուկ սենյակից սիրելիս։ Գալիս է քո հետ շփվելու աղոթքի ժամանակ։ Այդքանով դու իրան սկսում ես վստահել։ Երբ որ իր ձեռքը, իր ձեռի գործը սկսում ես ճանաչել, այն ժամանակ ավելի շատ ես վստահում իրան։ Ամեն։ Հովհաննես 15:5 Ես որդն եմ, դուք ճյուղերը, նա որ ինձանում մնում է եւ ես նրանում, նա շատ պտուղ է բերում, որովհետեւ առանց ինձ չեք կարող ոչինչ։ Ասում եմ, եթե մնաս ինձանում, ուրեմն պտղաբեր կլինի ամեն բան։ Համ քո կյանքում, համ էլ քո բարեկամի կյանքում, քո հարազատի կյանքում, քո աշխատավայրում, ասում եմ, ամեն տեղ պտուղ կունենաս։ Ասում եմ, որովհետև առանց ինձ ոչինչ չեք կարող։ Սիրելիս, ես ու դու առանց Քրիստոսի ոչինչ չեն կարող։ Ընդհանրապես ոչինչ չեն կարենալու։ Պատկերացնում ես երկնքի երկրի արարիչը մեզ ստեղծողը, մենք էլ հելենք հակառակվենք, ասենք դե կարում ենք առանց քեզ։ Որ ինքն է մեզ արարել, ինքն է մեզ ստեղծել։ Մենք մեզանով ոչ մի բան ենք սիրելիս, բայց Հիսուսով ամեն բան ենք։ Ամեն, ամեն փառք Տիրոջը։ Առակաց 3-րդ գլուխ 5-6 խոսքերը։ Տիրոջը ապավինիր քո բոլոր սրտովը եւ քո հասկացողությանը մի վստահիր։ Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նրան եւ նա կուղղե քո ճանապարհները։ Տես ինչ խոսում է տալիս սիրելիս։ Ասում է
քո հասկացությանը մի վստահի, ասում է քո բոլոր ճանապարհներում է, բոլոր։ Ասում է ոչ մի ճանապարհ չկա, որ չտաս ինձ, ասում է բոլոր ճանապարհներն եւ նա կուղե քո ճանապարհները։ Կտաս իրան կուղի ճանապարհները, չես տալու, գնալու ենք մեր սեփական խելքով մտածելակերպով։ Ընդել չգիտենք ինչա մեզ սպասում, բայց Աստված գիտի։ Ճանաչիր նրան, ինչքան կարաս շատ ժամանակ տրամադրիր Տիրոջ, ինչքան կարաս շատ շփվիր իր հետ։ Սաղմոս 119-105-ում տեսեք ինչ ասում. Քո խոսքը ճրագ է իմ ոտների համար եւ լույս իմ ճանապարհների համար։ Ասում է քո խոսքը ճրագ է իմ ոտների համար եւ լույս իմ ճանապարհների համար։ Խոսքը սիրելիս։ Ասում է ճանաչեք ճշմարտությունը եւ ճշմարտությունը կազատի ձեզ։ Խոսքն է ճշմարտություն։ Ասում է իմացի խոսքը, որ լույս ու ճրագ լինի քո բոլոր ճանապարհներին, որով որ դու գնալու ես։ Եթե չկարդանք, որտեղից իմանանք։ Եթե չկարդանք, ո՞նց առաջնորդվենք։ Եթե չկարդանք, ինչից բռնվենք, որ Աստված խոսք է տալիս, այդ խոստումից եթե չբռնվենք, ո՞նց առաջնորդվենք։ Մտերմացիր Տիրոջ հետ։ Ինչքան մտերիմ լինես, այնքան համոզված կլինես, որ ամեն ինչ ինքը կանի քո կյանքում։ Ինչքան կարաս շատ մտերիմ եղի, Սուրբ Հոգու հետ, որ մեր մեջ է, որ երկրի վրա է գործում, մտերմացիր իր հետ։ Մոտիկություն արա իր հետ, շփվիր իր հետ, որ հասկանանք ինչ է ուզում Աստված մեր կյանքում։ Հետ գնանք մեր եղբոր մոտ, 4-րդ թագավորաց, որ եկել էր, պաշարվել ենք, խառնաշփոթ էր մոտը, դենակ ինչ կանես իրավիճակում։ 4-րդ թագավորաց 6-րդ գլուխ 16-ից 17 խոսքերը։ Նա էլ ասեց, Եղիսեն, եւ մի վախենար, որովհետեւ մեզ հետ եղողները շատ են, քան թե նրանց հետ եղողները։ Եվ Եղիսեն աղոտ կարավ եւ ասեց. Ով Տեր, բաց նրա աչքերը որ տեսնե։ Հիշում եք, չեն այս տարի մեր մոտ հրճակված է բաց աչքերի տարի։ Այսօր դու պետք է հրճակես, որ քո աչքերն էլ բացվի, որ դու էլ տեսնես, որ ես էլ տեսնեմ, ու բաց այդ որ ես ու դու տեսնենք, այլ ոնց որ Եղիսեն էր ուրիշի համար, ուրիշին աչքերն էլ օգնես, որ բացվի, որ ինքն էլ տեսնի։ Իր ելքը, իր այն որ ասում է ճարհատ իրավիճակից դուրս գալը։ Ասում է Տեր, բաց նրա աչքերը։ Եվ Տերը բացավ ծառայի աչքերը եւ նա տեսավ։ Եվ ահա Սարը լիքներ հրեղեն ձիերով եւ կառքերով Եղիսեի շուրջը։ Ես հրեղեն ձիերով ու կառքերով։ Այն ժամանակ եկել են ֆիզիկական ձիերով ու կառքերով են շրջապատել, բայց երբ որ աչքերը բացվեց, Եղիսեի շուրջը բոլորը հոգևոր ձիեր, կառքեր, այսինքն հոգևոր զորքեր կանգնած իր հետև։ Իմ ու քո հետև է հոգևոր զորքա կանգնած սիրելիս, վստահիր։ Վստահիր Աստծուն։ Ամեն։ Ամեն, փառք Տիրոջը։ Խնդրեմ կանգնես ոտքիս սիրելիս։ Կարդա ամեն օր։ Զոհարա։ Ժամանակ տրամադրիր Տիրոջ։ Այն որ առավոտ շուտ պետք է հելնես ու տանից դուրս գաս, 5 րոպե եղանակ ոչ մի բան քո համար չի փոխելու։ Եթե դու բացես գիրք, ասես Տեր խոսք եմ ուզում։ Այդ խոսքը նորություն ու շինություն կլինի քո համար։ Միգուցե եւ քո համար չլինի, բայց այնց մարդու կհանդիպես, երբ որ սիրտը բաց լինի, սրտի դիրքը ճիշտ լինի, որ Աստված ջան, այսօր ում հասնեմ։ Իր համար խոսք կլինի, սիրելիս։ Իրան կմխիթարես, իրան կզորացնես, իրան ճանապարհ ցույց կտաս։ Աղոթքի մեջ մտի խոսա Տիրոջ հետ, չէ՞ որ Աստվածաշունչը ասում է աղոթքը երկխոսություն է։ Դա երկկողմանի երկխոսություն է, սիրելիս, անձ անձի հետ։ Դա մենակ աղոթք չի, որ դու մտնես կարիքներդ ասես, օրհնությունդ վերցնես ու գնաս։ Միգուցե մի քիչ սպասելա պետք, որ Աստված ասի, ինչա պետք է այսօր անես։
Այդ չանես են քո ծրագրավորածով։ Ես վերջի տեղն եմ կարդալու Սաղմոս 121-րդ գլուխ 7-ից 8-րդ խոսքը Տերը կպապանի քեզ ամեն չարից Եվ նա կպապանե քո անձը Տերը կպապանե քո դուրս գալն ու ներս մտնելը այսուհետև մինչև ավիտյան Ամեն Ամեն Սա Տերն է խոս տալիս սիրելիս ես չեմ ինքն էլ դատարկ խոսքերը չի գցում ինքը միշտ կատարում է ինքը միշտ իր խոսքի հետև կանգնած է Կպահի քեզ ամեն չարից Կպահի քո անձը Կպահի քո դուրս գալու ներս մտնելը մինչև ավիտյան Մինչև կյանքի վերջ սիրելիս Եթե ես ու դու վստահ ենք իրան Մի բան ասում Վստահիր ինձ Վստահիր Տիրոջ Կապ չունի Ուր ես, որտեղ ես, ինչի մեջ ես Հիսուսը ամեն բան գիտի քո մասին Ուզում է օգնի ու ինքը կարող է այդ անել Մնում է ես ու դու վստահ ենք իրան Ես հիմա ուզում ենք, որ ես ու դու մի քայլ անենք սիրելիս Ես ուզում եմ, որ դու վերցնես մի հատ հոգս Աստված գիտի ամեն բան, ինչի միջով դու անցնում ես սիրելիս Ուզում եմ մի հատ վերցնես Ուզում եմ վերցնես ափիդ մեջ ու սենց փագես բռունցքով Եթե դու հոգս չունես, կարիք չունես Բայց գիտես մարդու ով ունի այդ հոգս այդ կարիքը Խնդրեմ վերցնես Կլինի դա բժշկություն, կլինի դա ընտանիքի միաբանություն, ընտանիքի մեջ խաղաղություն, կլինի դա ֆինանսական ճեղքում, օրհնություններ կապ չունի, ինչ ուզում է լինի սիրելիս։ Կլինի դա երկար սպասված տուն, որ դու սպասել ես, կամ մեքենա, ես չեմ կարող, կամ երեխա սիրելիս, կապ չունի, ինչ որ լինի։ Ուզում եմ որ վերցնես բռունցքիս մեջ։ Եվ երբ որ մենք հենց աղոթենք սրա համար սիրես, ես ուզում եմ որ դու բաց թողես իրան։ Այդ բաց թողելը թողի նշան, որ դու վստահում ես Տիրոջը ու էլ չես մտածելու դրա մասին։ Ու ինքը այդ ամեն ինչը կանի։ Վերցնենք։ Ալելույա Տերի մարքա։ Քո ժողովուրդը կանգնած քո առջև Տեր ջան։ Դու տենում ես ամեն հոգս, որ վերցրել ենք մեր բռունցքի մեջ Տերի մարքա։ Դա մեր ուժերից վեր է Տեր։ Մենք չենք ուզում վստահենք մեր խելքին, մեր իմացությանը, մեր մարդկային ոչ մի բանին չենք ուզում մենք Տերի մարքա վստահենք ու անենք Տեր։ Մենք ուզում ենք քեզ հանձնենք Տերի մարքա այս հոգսը։ Ու մենք ճանաչելով քեզ Տերի մարքա, որ դու եկար ես աշխարհ, խաչվեցիր, մահացար մեր համար, որ մենք լինենք ազատ, օրհնված, բժշկված, փրկված Հանձնում ենք քո ձեռքերի մեջ Տեր ջան այդ հոգսը։ Ու այդ չմտածենք դրա մասին Տեր, ու հրճակենք Տեր ջան, որ կատարվի այն ժամանակ, երբ որ դու ես որոշել, քո որոշված ժամանակին, քո որոշված պահին, ոչ ուշանա, ոչ էլ մենք քեզ վրազացնենք։ Հիսուսի զորավոր անունով։ Թող փառավորվի Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Ամեն։ Ամեն։ Park Տիրոջը։ Park Տիրոջը սիրելիս։ Park մեր ասում։ Park Տիրոջ, մեր Տերը արժանի է։ Մեր Տերը արժանի է սիրելիս, ամեն։ Վստահիր Տիրոջ, քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով եւ էությամբ սիրելիս։ Վստահիր իրան։ Ինքը կանինեց ոնց որ պետք է։ Ամեն Փառք Տիրոջը մենք այսօր ունենք սիրելի Աստծո ժողովուրդ հաղորդություն, բայց միջ հաղորդություն ընդունելը ես մի հատ հարց ունեմ։
Ուզում եմ հարցնեմ, կա մարդ, որ այսօր առաջին անգամ այսպիսի եկեղեցում եւ Հիսուս Քրիստոսին Տեր ու Փրկիչ չի ընտրել։ Եթե դու այդպիսին ես, բարձիր ձեռքդ ողջունեն քեզ։ Աստված օրհնի ձեզ։ Տեր օրհնի ձեզ։ Տեր օրհնի ձեզ, փառք Տիրոջը։ Եթե դու այդպիսին ես, ես կխնդրեմ քեզ, ես էլ իջնելու եմ ներքև, կխնդրեմ, որ դու էլ գաս։ Դու էլ գաս, որ քո հոգսը խնդիրը հանձնես Տիրոջը, իրան ընդունելով քո Տեր ու Փրկիչ, որ ինքը քո կյանքում ամեն բան փոխի։ Կգաս, թող տեղդ իջի ներքև, սիրելիս։ Եկեք ծափտանք, ողջունենք իրանց։ Արի առաջ։ Եթե մտածում ես, կասկածում ես, գամ թե չգամ, չթողես սատանան սխալ մտքեր բերի քո կյանքում։ Ամեն, ամեն, փառք Տիրոջը։ Եկեք իմ դեմ կանգնեք, խնդրում եմ, բարև ձեզ, Տեր օրհնի ձեզ։ 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 Դեմքով ինձ կանգնեք, հա? Դեմքով ինձ կանգնեք։ Եկեք ստե դեմքով ինձ կանգնեք։ Լիցում։ Բարև ձեզ, Տեր օրհնի ձեզ։ Մենք դեռ սպասում ենք, եթե դու մտածում ես, կասկածում ես, խնդրեմ, տեղը թող արի, այսօր քո օրն է, երբ որ ամեն բան դու տալու ես Տիրոջ։ Ամեն, փառք Տիրոջը։ Ինչի համար եմ ձեզ կանչի առաջացրելիս։ Բոլորս այստեղ եղել են կանգնած, ինձանից սկսած եւ ձեր հետևում գտնված բոլոր քույր ու եղբայրները։ Եկել ենք այստեղ, ասել ենք Հիսուս, կապ չունի ոնց եմ ապրել իմ կյանքը։ Հաղթանակներ եմ ունեցել, պարտություններ եմ ունեցել, դժվարություններ եղել, հեշտ եղել, կապ չունի ոնց եմ ապրել։ Այսօրվանից ուզում եմ, որ ամեն բան դու վերցնես քո ձեռքի մեջ։ Հա, դրա համար էլ մի հատ Պողոս առաքյալը ասում է մի հատ աղոթք կա, որ պետք է անես, ասում է դու ինքդ քո շուրթերով ու սրտով պետք է դավանես Հիսուսին Տեր ու Փրկիչ։ Այսինքն հավատաս, որ ինքը խաչվել է, անեծքա դարե, իմ ու քո մեղքերը, անեծքները, դժվարությունները վերցրել է իր վրա, որ ես ու դու առանց դրա ապրենք։ Դա այդ աղոթքն եք անելու։ Կաղոթեք իմ հետ, որ ես ասեմ, դուք կրկնեք։ Դալիճն էլ մեզ կօգնի։ Սիրելի Դալիճ, խնդրեմ դու էլ մեզ օգնես, խնդրեմ փակեք բոլորդ աչքերը եւ կրկնեք իմ հետևից։ Սիրելի Հայր, ես գալիս եմ քո առաջ Հիսուս Քրիստոսի անունով։ Սիրելի Հիսուս, ես ընդունում եմ, որ դու Աստծո որդին ես։ Եկել ես այս աշխարհ, խաչվել ես, մահացել ես եւ երրորդ օրը հարություն ես արել։ Ինձ ազատելով ամեն անեծքներից, կապանքներից։ Այսօրվանից երկնքի ու երկրի առաջ ես քեզ ընդունում եմ իմ Տեր ու Փրկիչ։ Եկ թագավորի իմ կյանքում եւ մկրտիր ինձ քո Սուրբ Հոգով։ Հանուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն, 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 փառք Տիրոջը։ Այսօր դուք ինքներդ ձեր շուրթերով ձեր կյանքը տվել եք Հիսուս Քրիստոսին։ Այսօրվանից ինքն է արդեն ձեր կյանքի Տերը։ Ինքը ձեզ կառաջնորդի, ցույց կտա ոնց գնաք, ուր գնաք, ոնց անեք, իր կամքի մեջ լինեք, հա։ Երկինքը այսօր ուրախացավ։ Աստվածաշունչը ասում է, եւ հրեշտակները պարբռնեցին, երբ որ մի հոգի այս ապաշխարության աղոթք կար։ Պատկերացնում եք ինչքան հրեշտակ դուք այսօր ուրախացնեք երկինքում։ Փառք Տիրոջը ձեր համար, փառք Տիրոջը, մենք ունենք նվերներ։ Սիրելի քույր եղբայր, մենք ձեր համար ունենք հատուկ պատրաստված նվերներ, դա գիրք է ավետարանից, բայց մենք ձեզ իհարկե մի քիչ ուշոտ կնվիրենք, մենք ունենք հաղորդություն, որ պետք է առանց ապաշխարության չլինի, որ դուք հաղորդակցվեք Տիրոջ հետ, ես հեսա կմոտիկանամ հաղորդությանը, դրանից հետո կգնաք աջ կողմը կընդունեք հաղորդություն եւ քրոջ եղբոր հետ կբարձրանաք վերև, ձեր հետ կշփվենք, ծանոթանան, եթե աղոթքի կարիք կա, ձեր համար կաղոթեն եւ նվերը կտան, լավ։ Իսկ միջ այդ ես կխնդրեմ մի քիչ հետ կանգնեք, եղբայրները կարող են պատրաստել հաղորդությունը։ Սիրելի Աստծո ժողովուրդ, Քրիստոսը խաչվելուց առաջ հավաքվավ իր աշակերտների հետ ընթրիք ընդունելու։ Առաջի Կորինթացիս 11-23-29-րդ խոսքերը հետևյալն են ասում.
Որովհետև ես Տերիցն ընդունեցի այն, որ ձեզ էլ ավանդեցի, որ Տեր Հիսուսն այս գիշերը, որ մատնվելու էլ, հացն առավ, գոհացավ, հետո կտրեց և ասեց. առեք կերեք, այս է իմ մարմինը, որ ձեզ համար կոտրվում է, այս արեք իմ հիշատակի համար։ Այսպես էլ ընթրիք ուտելուց հետո բաժակն առավ և ասեց. այս բաժակը նոր ուխտն է իմ արյունովը, այս արեք քանի անգամ որ խմեք իմ հիշատակի համար, որովհետև քանի անգամ որ այս հացը ուտեք և այս բաժակը խմեք, Տիրոջ մահը պատմեցեք, մինչև որ նա գա։ Տեսեք, Քրիստոսը վերցրեց հացը, ասեց էլեսի հաց չի։ Սա իմ մարմինը, որ կոտրվելու, ջարդվելու է քո համար։ Վերցրեց գինին, ասեց սա էլ իմ արյունն է, որ թափվելու է իմ ու քո համար, որ ես ու դու ազատ լինենք։ Ես ու դու հեսա օրնելու ենք սիրելիս այս հացն ու գինին։ Բայց մինչև օրնելը 27-րդ խոսքում տեսեք հետաքրքիր բան ասում։ Ուրեմն ով որ այս հացն ուտե կամ Տիրոջ բաժակը խմե, անարժանությամբ նա պարտական կլինի Տիրոջ մարմնին եւ արյունին։ Ուրեմն թող մարդ փորձե իր անձը եւ ապա այն հացն ուտե եւ այն բաժակիցը խմե, որովհետեւ անարժանությամբ ուտողը եւ խմողը իր անձի համար դատաստան է ուտում եւ խմում։ Շատ կարևոր է հաղորդությունից առաջ սիրես, որ պատրաստես քո սիրտը, քո անձը, որ հաղորդակցվես, մեկ լինես Տիրոջ հետ։ Դրա համար ես կխնդրեմ, որ 1 րոպե վերցնես։ Ում հետ ունես հաշտվելու հաշտվես։ Ումից որ նեղացել ես, թողես այդ մեղքը, ներես այդ ամեն ինչ։ Եթե մեղանչել ես, ապաշխարես սիրելիս, նոր մոտիկանաս հաղորդությանը։ Իսկ հիմա կխնդրեմ, որ սիրելի եկեղեցի պարզես ձեռքերը, որ աղոթենք ու հռչակենք սուրբ հաղորդություն։ Հալելույա Տերի մարդ Հիսուսի զորավոր անունով, մենք գոհանում ենք քո այրան համար, որ թափել ես մեր համար, մեր մեղքերի համար, Տեր Հիսուս։ Մենք շնորհակալ ենք քո մարմնի համար, որ բոլոր ցավերը կրեցիր, Տերի մարդ, որ բոլոր մեր հիվանդությունները վերցրեցիր, անեծները վերցրեցիր քո վրա, Տեր ջան։ Ասում ենք շնորհակալ ենք Հիսուս Քրիստոս։ Շնորհակալ ենք այս պարգևների համար, որ դու տվել ես մեզ։ Ու երբ որ մենք ընդունենք Տերի մարքա, միաբանվենք քո արած զոհի հետ, Հիսուսի զորավոր անունով։ Մենք կորնում ենք այս պարգևները ու երկնքի երկրի առաջ մենք հռչակում ենք սուրբ հաղորդություն։ Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։ 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 Փառք Տիրոջը, ես կխնդրեմ, որ եղբայրները մոտիկանան, սիրելի եկեղեցի եւս մի խնդրակ, ես կխնդրեմ, որ առաջինը պատվենք, ովքեր որ առաջին անգամ են իրանք մոտիկանան, բարձրանան, հետո նոր եկեղեցին մոտիկանան։ Տեր օրհնի բոլորին։